Պարոն Առաքելյան, Գյումրիում ընտրություններն ավարտվել են, սակայն դրա շուրջ զարգացումները դեռ նոր երանգներ են ստանում։ Մասնավորապես 3 ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել եւ խոսելով ընտրությունների եւ ԿՓ-ի առաջադրած տեխնացուի մասին, ասել է, որ ԿՓ-ն Գյումրիում քաղաքապետի տեխնացու կառաջադրի, իսկ լրագրողի դիտարկմանը, թե ԿՓ-ի ձայները պակասում են եւ ԿՓ-ի տեխնացուն չի ընտրվելու, Ալեն Սիմոնյանն արձագանքել է, ինչ գիտեք, չի ընտրվելու։ Դրան այսօր արձագանքել է Վարդան Ղուկասյանը, որը առաջադրվել է կոմունիստական կուսակցությունով, եւ ասել, որ ամսի 16-ը կգա կտեսնենք, չգիտեմ ով, հանկարծ սխալ բան արեց, իրենց տերերից բռնած, կասեմ ով է գործունեություն կատարում եւ ով է նրանց ետևում կանգնած։ Ես դա կբարձրաձայնեմ ողջ Հայաստանով մեկ եւ բոլորը կտեսնեն ընդդիմության ետևն ովքեր են կանգնած եւ ովքեր են սարքում այս ամեն ինչը։ Ես հիմա նստած սպասում եմ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է նախ եւ առաջ, որ այն ուժերը, ովքեր ձայն են տալու Վարդան Ղուկասյանին, այդ ուժերի շրջանում այդքան էլ, այսպես ասենք, անդոր չի տիրում եւ մարդիկ բնականաբար ոչ թե քաղաքական ընտրություն են կատարել, այլ մարդիկ փաստացի աշխատում են ըստ էության ԿՊ-ի դեմ, որպեսզի, այսինքն իրանց սկզբունքը, որպեսզի ԿՊ-ն Գյումրիում չունենա քաղաքապետ եւ ավականու մեծամասնություն, եւ այս ամենը դեռևս տեսեք քաղաքապետ չընտրված ջրի երես են դուրս գալիս խնդիրներ, որոնց մասին մենք խոսել ենք եւ համոզված եմ, որ եթե նույնիսկ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ, ապա դրանով նոր այսպես իրադարձությունների ականատես կլինենք, այն որ լավ գիտենք, որ Վարդան Ղուկասյանը ըստ էության դառնալու է փոքրամասնության, այսպես ասենք, քաղաքապետ եւ փաստացի այն 2-3 ուժերն էլ ովքեր ձայներ են տվել, նրանք իրենց մեծ ազդեցություն են ունենալու Վարդան Ղուկասյանի վրա եւ փաստացի մենք կտեսնենք Գյումրիում հերթական ձախողումը քաղաքային իշխանության, քաղաքի կառավարման, որը իր բացական հետևանքներն է ունենալու հենց Գյումրիի եւ գյումրեցիների վրա։ Իսկ Վարդան Ղուկասյանը բնականաբար դա իր ոճի մեջ է, կարծում եմ, եւ դա հերթական հոխորտանքներն է եւ կարծում եմ նաեւ այսպես սպառնալիքի եւ վերջնագրերի տեսքով եւ կարծում եմ նրանք, ովքեր որ ձայն պետք է տան Վարդան Ղուկասյանին, պետք է նաեւ հերթական անգամ մտածեն, թե ումն են իրենց ձայնը տալիս։ Օրինակ Վարդան Ղուկասյանի այս սպառնալից տոնով հայտարարությունը դիտարկելիս չեք մտածում, որ նա վտավախություն ունի, որ իրեն ձայն չեն տա եւ ինքը քաղաքապետ չի ընտրվի, այդ պատճառով է սպառնում, որպեսզի ամոթալի վիճակում չհայտնվի։ Դե բնականաբար դա իր համար խնդիր է եւ այնպես չի, որ մյուս ուժերը ու մասնավորապես Մարտուն Գրիգորյանի թևը այդպես մեծ ցանկությամբ Վարդան Ղուկասյանին ցանկամ է դառնալ քաղաքապետ։ Մենք գիտենք, որ իրենք պատրաստվում են ընդամենը 2 ձայն, եթե չեմ սխալվում, տրամադրել այդ պակասող ձայնը, որպեսզի ինքը դառնա, բայց միևնույն ժամանակ գիտենք, որ ունեն 6 ձայն եւ այստեղ իհարկե հարց է առաջանում նաեւ Մարտուն Գրիգորյանին, եթե դուք ձեր 2 ձայնով դարձնում եք Վարդան Ղուկասյանին քաղաքապետ, ապա կրում եք այդ պատասխանատվությունը, քանի որ այնուամենայնիվ ձեր հենց ձայների շնորհիվ է Վարդան Ղուկասյանը դառնալու քաղաքապետ եւ այստեղ ակնհայտ է, որ նաեւ այդ թևը փորձում է խուսափել պատասխանատվությունից, թե քաղաքական, թե քաղաքի կառավարման, բայց միևնույն է, նրանք ովքեր Վարդան Ղուկասյանին կդարձնեն Գյումրիի քաղաքապետ, նրանք կրում են ուղիղ պատասխանատվություն, այդ թվում նաեւ քաղաքական Գյումրին հերթական անգամ Վարդան Ղուկասյանի ճիրաները վերադարձնելու համար։ Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը Գյումրու այս ընտրությունների ֆոնին առավել ցայտուն է դարձել, վիրավորանքները ավելի ուժ գնանում են միմյանց թևերի միջև, տարբեր գործիչների։ Ինչի ականատես կլինենք ապրիլի 16-ին այդ ընտրության օրը։ Եթե այնուամենայնիվ ապրիլի 16-ին այդ 2 պակասող ձայնը տրվի Վարդան Ղուկասյանին եւ նա դառնա քաղաքապետ, ապա ես համոզված եմ, որ այդ ձեր կողմից նշած հակասությունները հետագայում ավելի սրվելու են այդ ուժերի եւ անհատների միջև, քանի որ բնականաբար այնտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժի հաշվարկը տարբեր է։ Մարտուն Գրիգորյանը փորձում է դեմքը ուրեմն փրկել, եթե օրինակ հանդես չկա, այսպես ասած, ընդդիմադիր միասնական
տեխնացուի օգտին, բայց միևնույն ժամանակ լավ հասկանում է, որ նաև Վարդան Ղուկասյանին ձայն տալով ինքը կորցնելու է շատ ավելին, եւ այստեղ բնականաբար հետագայում մենք ականատես կլինենք այս անհատների եւ ուժերի միջև շահերի խիստ բախման, քանի որ կարծում եմ, որ այդ ընթացքում այդ քաղաքական ուժերը, որքան էլ որ փորձելու են այսօր ձայնը տալ Վարդան Ղուկասյանին դեմքը փրկելու համար, այնուամենայնիվ հետագայում իրենք այդ համագործակցությունը խիստ նվազ կլինի եւ չեմ բացառում, որ նման միջոցով նաեւ իրենք նույնպես մասնակից լինեն քաղաքի կառավարման ճգնաժամին եւ դիտավորյալ նաեւ հերթական անգամ իրենք էլ ցույց տալու, որ Վարդան Ղուկասյանը այնուամենայնիվ այն տեխնացուն չէ, իսկ կողմից բնականաբար եթե գործընթացները այդպես զարգանան, ապա ԿՊ-ն իր հերթին կարող է այսպես ցույց տա, որ այդ հավաքական ուժերը իրենք որքան էլ գոռում գոչում են, որ եկել են Գյումրին փրկելու կամ չգիտեմ Հայաստանը փրկելու, իրենք նույնիսկ Գյումրիում չեն կարող արդյունավետ կառավարում իրականացնել եւ այդ ուժերի խայտաբղետությունը, շահերի խայտաբղետությունը համոզված են բերելու է նման ճգնաժամ։ Գյումրիում տեսանք, որ պրոռուսական ուժերը որոշակի արդյունքներ են գրանցել եւ եթե համախմբվեն կոմունիստական կուսակցությունով առաջադրված Վարդան Ղուկասյանը հնարավոր է դառնա քաղաքապետ եւ այս ֆոնին շատ ակտիվացել են Ռուսաստանում բնակվող հայեր, այսինքն հայ ազգանուն կրող մարդիկ եւ իբրև թե հայ ազգի բարեկամներ, խոսքս վերաբերում է Անդրանիկ Միհրանյանին, նա հարցազրույց է տվել եւ խոսելով Գյումրու ընտրությունների ու Մարտուն Գրիգորյանի որոշման մասին, ասել է, որ նախ շատ տպավորված է այդ որոշումից եւ համարում է, որ Մարտուն Գրիգորյանը շրջադարձային ու պատմական քայլ է կատարել, համարելով նաեւ սա իշխանության վերջի սկիզբը։ Իսկ խնդրեմ եք Ես ճիշտ ասած իմ համար այդքան էլ օրինակ ես կցավայի ցանկացած մարդու համար Հայաստանում ումը կպաշտպաներ օրինակ, չգիտեմ, Անդրանիկ Միհրանյանը, Մարգարիտա Սիմոնյանը եւ նման հայի ազգանուն կրող նման մարդիկ, քանի որ այդ մարդիկ բազմիցս ապացուցել են իրենց գործողություններով եւ ելույթներով, որ իրենց համար գոյություն չունի Հայաստանի Հանրապետության որպես պետության ինքնիշխան ժողովրդավար պետության շահ, իրենց համար գոյություն ունի բացառապես իմպերիայի, ռուսական իմպերիայի շահերը եւ նրանք բնականաբար լծված են այդ իմպերիայի շահերը սպասարկելու համար եւ այն մարդկանց, ովքեր պաշտպանում են այդ անձինք, Անդրանիկ Միհրանյանները, համոզված եմ իրենց համար արջի ծառայություն են մատուցում եւ գիտենք նաեւ մեր հանրության վերաբերմունքը արգահատելի վերաբերմունք է այդ մարդկանց նկատմամբ, ուստի ես կարծում եմ դա որևէ դիվիդենդ ոչ միայն չի բերի Մարտուն Գրիգորյանին եւ մյուսներին, այլ ընդհակառակը դա իրենց իմիջի վրա խիստ բացասական ազդեցություն է ունենալու, քանի որ կրկնեմ Անդրանիկ Միհրանյանները ոչ թե պաշտպանում են Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերը, այլ իրենք պաշտպանում են կոնկրետ պետության, կոնկրետ իմպերիայի շահերը եւ դրա մասին բազմիցս հայտարարել։ Խոսենք նաև Կոնստանտին Զատուլինի տարօրինակ մի հայտարարության մասին, նա շնորհավորել է Russia Today գործակալության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանին իր ծննդյան առիթով եւ նշել, որ մենք այնքան ընդհանուր բան ունենք, երկուսից մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է։ Իդեպ, երբևէ չեմ հետաքրքրվել, արդյոք ձեզ էլ են ինձպես արգելել մուտք գործել Ադրբեջան։ Ինչ նպատակ ունի այս հայտարարությունը։ Դե ակնհայտ է, որ սա այդ ռուսական քարոզչության դրսևորումներն են։ Ես կարծում եմ, որ Զատուլինի հետ կապված բացի Հայաստանում, ուրեմն բացի Հայաստանում նրանց մուտքը արգելված լինելը, այլ ընդհանուր էլի շատ բաներ կան եւ դրանց ամենակարևոր ուրեմն բանը դա ռուսական պետությանը ծառայելն է։ Զատուլինի դեպքում դա ինչ որ առումով հասկանալի է, բայց Մարգարիտա Սիմոնյանը, որը երբեմն բարձրաձայնում է իր ազգանունը, բայց միևնույն ժամանակ նշում է, որ ինքը, այսպես ասենք, ռուսական, այդ աշխարհի ներկայացուցիչ է եւ հետեւաբար իրենց ընդհանրությունը հենց դրանում է եւ հետեւաբար իրենց ամենամեծ ընդհանրությունը հենց Ռուսաստանի ռուսական կայսրության շահերի պաշտպանությունն է, ելի կրկնեմ, որ իրենց գործունեության մեջ չկա Հայաստանի Հանրապետության շահը կամ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանություն։
Եվ նաև կարող ենք ասել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կկիրառվի այն սցենարը, որը տեղի ունեցավ Գյումրիում։ Իհարկե Գյումրիում այդ քաղաքական ուժերը, այսպես ասենք, փորձ կատարեցին փորձարկել այդ սցենարը, բայց միևնույն ժամանակ ես էլի կրկնեմ, որ Գյումրիում իրադարձությունները դեռ նոր են զարգանալու եւ առաջիկա 1 տարին ցույց կտա, թե ինչպիսին կլինի Գյումրիի կառավարումը եւ որքան էլ Գյումրիում նրանք որոշակի հաջողություն գրանցեցին, այնուամենայնիվ համապետական ընտրությունները ունեն իրենց յուրահատկությունը, իսկ միևնույն ժամանակ նաև պետքա այլ տեսանկյունից էլ նայեմ, իշխող քաղաքական ուժը պետքա իրականության մեջ չասեմ դասեր քաղի, բայց կան բաներ, որոնք պետքա գոնե այս պահին չլինեին, օրինակ, չգիտեմ, նույն Վարդան Ղուկասյանի կամ Վարդան Ղուկասյանների, ես երբ որ ասում եմ նաև Վարդան Ղուկասյան, ես պայմանական, հա, այսպես անուն ազգանում եմ ասում, քանի որ դա խորհրդանիշ է կոնկրետ վարքագծի, կոնկրետ անցյալի եւ կարծում եմ, որ այս 7 տարիների ընթացքում իշխանությունը ուներ հնարավորություն մաքրել քաղաքական դաշտը այդ անձանցից, տեսեք իշխանությունը պատճառաբանում է, որ ժողովրդավարական սա ժողովրդավարության դրսևորում է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունը նույնիսկ բացարձակ չի լինում, երբ խոսքը լինում է հենց ժողովրդավարությունը պաշտպանելու, խոսքը գնում է հենց ժողովրդավարությունը պաշտպանելու մասին, քանի որ ժողովրդավարությունն էլ պաշտպանության կարիք ունի, ընդ որում ինստիտուցիոնալ մեխանիզմներով եւ ես միշտ օրինակ եմ բերում վերջերս Եվրոպական միության անդամ հանդիսացող Ռումինիայի օրինակը, որտեղ հակապետական, հակահամակարգային, հակաժողովրդավարական պրո-ռուսական տեխնացուին պարզապես արգելեցին մասնակցել ընտրություններին եւ դա Եվրոպական միության անդամ ժողովրդավարական Ռումինիայում եւ հետեւաբար մենք այստեղ չպետք է Ռոմի պապիս կաթոլիկ մեզ ցույց տանք եւ մենք էլ պետքա ռեալ սահմանափակումներ դնենք այն մարդկանց առջև, ովքեր օրինակ կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ անկախությունը, ովքեր օրինակ հայտարարում են, որ դեռևս պետքա քննարկել Հայաստանի Հանրապետությունը կարող է անկախ պետություն լինել, թե ոչ եւ այսպես շարունակ եւ հետեւաբար կարծում եմ այստեղ նաեւ իշխանությունը եւ դատաիրավական համակարգը մեծ խնդիրներ ունեն լուծելու։ Եվ նաև խոսենք մի տարօրինակ իրավիճակի մասին, այն որ Վարդան Ղուկասյանը պարբերաբար ինքն իրեն հակասում է, հա, առաջադրվում է կոմկուսով, Աստծո մասին է խոսում, Աստծո մասին խոսում է, եկեղեցու մասին խոսում է, սակայն բռնությունները անընդհատ նրա խոսույթի մեջ են, եւ մենք գնում ենք դեպի Եվրամիություն, սակայն Գյումրիում այդքան թվով մարդիկ ձայն են տվել հենց այդ կուսակցությունով առաջադրված անձին։ Տեսեք, ես կարծում եմ, որ ուրեմն Գյումրիում Վարդան Ղուկասյանի ընտրությունը կոմունիստական կուսակցության առումով դա զուտ տեխնիկական հարց է եղել եւ ընդհանրապես պետք է եղել կուսակցություն, որի միջոցով պետքա Վարդան Ղուկասյանը առաջադրվեր եւ գյումրեցիները կարծում եմ ոչ թե ձայն են տվել կոմունիստական կուսակցությանը, գյումրեցիները նրանք ովքեր քվեարկել են այդ կուսակցության օգտին, նրանք ձայն են տվել նախ եւ առաջ Վարդան Ղուկասյանի օգտին եւ կարծում եմ ցանկացած կուսակցությունով, որ նա առաջադրվեր, նորից նույն արդյունքները կգրանցվեին եւ հետեւաբար այստեղ այդ կուսակցական պատկանելությունը երկրորդ դեր է խաղացել։ Իսկ ռուսական հետքը այդտեղ չեք տեսնում, հաշվի առնելով թե ինչքան պրոռուսական ուժեր էին ներկայացված, Պետդումայի այդ падգամավորի այցը։ Մեծ առումով բնականաբար այն ուժերը, ովքեր որ այսօր անցել են, բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, նրանք բոլորն էլ իրենց դիրքորոշումը հայտնել են Ռուսաստանի հետ կապված եւ այդտեղ նորություն չկա, բնականաբար դա ռուսական, այսպես ասենք, պրոքսի ուժերի որոշակի հաջողություններ Գյումրիում, բայց կարծում եմ դեռևս վաղ է ողջևորվել։ Մյուս կողմից ես էլի կրկնեմ, այս դաշտում իշխանությունները ունեն աշխատելու մեծ աշխատանքի դաշտ եւ այդ աշխատանքը պետք է կատարվի, եթե մենք ուզում ենք իսկապես Հայաստանը լինի կամ մնա ժողովրդավարական երկիր, քանի որ չի կարող քաղաքական համակարգում այսքան հակաժողովրդավարական, հակահամակարգային, հակապետական ու հակաանկախական ուժեր լինեն ու Հայաստանը շարունակի մնալ ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան եւ
չգիտեմ, զարգացող պետություն, ինչ որ մի պահից այդ շղթան կտրվելու է եւ ինչ որ մի պահից այդ ուժերը ժողովրդավարական գործիքները օգտագործելով կարող են գալ իշխանության եւ հետեւաբար դրա համար առաջին պատասխանատուն այո կլինի ներկայիս իշխանությունը, եթե չկա անխատեսի այդ ամենը, եթե չկա անխարգելի այդ ամենը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։